2026 թվականին վերընտրվելու ձեր բոլոր հնարավորությունները աստիճանաբար սպառվում են, բայց դա չի նշանակում, սիրելի բարեկամներ, որ մենք պետք է հանդուրժենք եւ հնարավորություն տանք, որ նախկին իշխանության երկու հիմնական հենասյուները Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այսպես ասած քաղաքական թիմները գործող իշխանության բառից բուն իմաստով ֆիասկոյի ձախողման ֆոնին փորձ անեն վերադառնալու հույսեր փայփայել եւ գեներացնել այնպիսի օրակարգեր, որոնցում փորձեն հանրության մոտ ձևավորել այնպիսի համոզմունք, որ այս իշխանության այլընտրանքը բացառապես իրենք են։ Նախ սկսվել է մի հետաքրքիր գործընթաց, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերը սկսել են բառից բուն իմաստով ոչնչացնել իրար, ինչպես ասում է դասականը, դուք երկուստ էլ ճիշտ եք, շարունակեք նույն ոճով, բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, Հայաստանի քաղաքական դաշտը այնպես փխրուն է, որ թույլ տալ այս Նիկոլ Փաշինյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան եռանկյունու շարունակությունը քաղաքական դաշտում մենք վտանգելու ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության գոյությունն եւ քաղաքական դաշտի առողջացումը։ Ուստի, սիրելի բարեկամներ, ես գտնում եմ հետեւյալը, որ մենք պետք է կարողանանք այս 1 տարին ճիշտ օգտագործել, ստեղծել իսկապես բեկումնային շրջադարձային քաղաքական թիմ, որը հնարավորություն կտա բոլորին անսպասելի սյուրպրիզ առաջացնել քաղաքական դաշտում եւ բոլորին այս իմ նշած քաղաքական ուժերին իսկապես շախմատային լեզվով ասած մատ անել։